ասում եմ գիշերը քնած էի մեկ էլ տեսնեմ լուսամուտի տակից երգում են մի քանի հոգի ճիշտ է չհելա նայեցի բայց մի քանի աղջիկեր երգելով գիշերվա 2-ին գնում էին ու ասում եմ ինչ հետաքրքիր է լավ էին երգում ված չէին երգում միգուցե խմած էին ասում եմ Աստծո խոսքը ասում է մի լցվեք օղիով հա այլ լցվեք Տիրոջ հոգիով հիմա երբ որ իրանք լցվում են օղիով հա Իրանք երգում են իրանց աշխարհիկ երգերը, չեն կաշկանդվում, չեն ասում մարդիկ քնած կլնեն, բա հանգարց խանգարեն, բա որ զանգեն բողոքեն, բայց երբ որ մենք լցվում ենք Տիրոջ հոգով, մենք սկսում ենք երգել Տերերի Տիրոջը, արքաների արքային, սկսում ենք փառաբանել իրան, սկսում ենք մեծարել իրան, ու այնքան կարևոր է, որ Հիսուս Քրիստոսը երբ որ հարությունից հետո ամեն օր կրթում էր իր աշակերտներին սովորացնում էր այն խոսքերը, որ խոսել էր մինչև մահանալն ու հարություն առնելը, այդ ամենը նորից ու նորից բացում էր, բացատրում էր, մեկնաբանում էր, որ այդ ամենը իզուր չի ու հանկարծ մի հատ այսպիսի արտահայտություն արեց. Մնացեք Երուսաղեմում, չցվրվեք, ոչ միտեղ չգնաք, Պետրոս դու ձգնորսության չգնաս, լսում ես, Մաթեոս դու էլ չեթաս քո հարկային տեսչությանը, հա գումար հավաքելու, ամեն մեկդ մնացեք Երուսաղեմում, ինչի համար, զորություն առնեք, ու մտածում եմ, ասում եմ, բայց միջև այդ կանչել էր իր աշակերտներին, ասել էր, ահա ձեզ իշխանություն եմ տալիս, դևերի և հիվանդությունների վրա, գնացեք մարդկանց բժշկեք ու ազատագրեք դևերից, ու մեկ էլ հանգարց ասում է, նրանք պրակտիկա էր, դա արել էին ու բոլոր ուրախացած վերադարձել էին, ասում էին դևերն են մեզ հնազանդվում, ու մեկ էլ ասում է չգնաք, մնացեք մինչև զորություն կառնեք, ասում եմ ինչ հետաքրքիր է, այս ինչ զորության մասին էր խոսում Քրիստոսը, այն իշխանությունը, որ տվել էր իր աշակերտներին, բավական չէր, կար նորից զորություն աշակերտների համար, ու իհարկե մի քիչ վախեցած, մի քիչ կաշկանդված, հա, չնայած իրանց առաջնորդը եկել էր իրանց բարձրացնել էր, զորացրել էր ու ասել էր ամեն ինչ շատ լավ է լինելու, ամեն ինչ Աստծո ծրագրով է, ոչ մի բանից մի վախեցեք, ոչ մեկի երեսից մի վախեցեք, որովհետև Հովել մարգարեն ասել էր, որ եկեք կարդանք, Հովել 2:28, և պիտի սրանից հետո իմ հոգին թափեմ ամեն մարմնի վրա, և պիտի մարգարեանան ձեր տղեքը ու ձեր աղջիկերքը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն, ասում ես մինչև Քրիստոսը խոսացել էր, որ գալու է իմ հոգին ամեն մարմնի վրա, ասա ամեն մարմնի վրա, Այդ ամեն մարմինը նաև քեզ է վերաբերվում, ամեն մարմնի վրա Աստված ուզում է իր հոգին թափի, ինչի համար, որ երազներ տեսնեն, որ տեսիլքներ տեսնեն, որ մարգարեանան, Սուրբ Հոգին երբ որ գալիս է դատարկ ձեռներով չի գալի, նվերներով է գալիս, Սուրբ Հոգու պարգևները գալիս են մեր կյանքերի մեջ, նայած որ իրավիճակի մեջ ինչ է պետք, որ օգտագործվի Տիրոջ փառքի համար, նրա անվան համար, այդ ամեն ինչը տված չի, որ մենք պարծենանք կամ հպարտանանք, այդ ամեն ինչը տված է, որ Աստված փառավորվի, մինչև Քրիստոսի մարմնով գալը խոսում էր, որ իմ հոգին թափելու եմ ամեն մարմնի վրա, Աստված շահագրգռված է, որ իր հոգին թափի ամեն մարմնի վրա, գիտես, մենք մի քանի օր առաջ Հովվռիտան էստեղ էր, ու ասում եմ Աստված էլ ոնց խոսա, ու մտածում եմ Աստված էլ ոնց ասի, որ ասենք Աստված է խոսում, ամեն մի խոսքը համենված սենց աղով, հա, ամեն մի խոսքը երկնքից եկած, ամեն մի խոսքը ամեն իրավիճակի համար շատ դիպուկ Աստված խոսում էր իր օծյալի, իր ծառայի միջոցով, ասում եմ ինչ երանելի մարդ, որ փնտրում է Տիրոջ երեսը, ինչ երանելի մարդ, որ առաջնորդված է Տիրոջ Սուրբ Հոգուց, խոսում է իրավիճակների մեջ, որ մարդը ոչ մի բանից տեղյակ չի, խոսում է շատ դիպուկ 100%-անոց, ասում եմ, էլ սրանից ավել ինչ է մեզ պետք, գիտես, ով ներկա էր, ով վերցրեց, ով հասկացավ, բայց երանելի ժամանակներ ունեցանք մենք այդ մի շաբաթը, եկավ աղոթքի մեջ Տիրոջ կրակը բերեց, ամեն մեկի համար անհատապես աղոթեց, ասեց ուղղակի մի աղոթեք լեզուներով աղոթելու համար, աղոթեք, որ Տիրոջ կրակը վառվի ձեր սրտերի մեջ,
Ու ես մտածում եմ 50-րդ օրը, երբ որ Սուրբ Հոգին եկավ աշակերտների վրա, երբ որ հավաքված էին վերնատանը, գրված ամեն մեկի գլխի վերևը, լեզուների պես բաժանված էր կրակի նման։ Ամեն մեկը կրակոտ էին։ Ու այսօր երբեմն մենք սառում ենք, երբեմն տկարանում ենք, երբեմն գոլանում ենք, բայց բոնկեն շատ լավ բան ասում, երբ որ դու ուզում ես գազի վրա մի բան էփես որտեղ ես դնում, քո ասենք թավեն։ Հանգած գազօջախի վրա, թե այն որ մարմանդ հազի վառում է, թե այն որ նորմալ է վառում։ Գիտես, դու դնում ես այնտեղ, որտեղ կա տաքություն, որտեղ կա կրակ, եւ Տերն էլ ուզում է այդ քեզ օգտագործի տենց կրակոտ։ Գիտես, մի ուրիշ խոսքերով ասած, սատանային անվանում են ճանջերի աստված, ճանջերի աստված, ճանջերը չեն նստում այնտեղ, որտեղ տաք է, որտեղ վառված է, որտեղ իրան կայրվեն, գիտես, ուզում եմ, որ կրակոտ լինես, որ այդ ճանջերը, այդ դևիկները քո վրա չկարողանան նստեն, վայրեջ կատարեն, որ դու վառված լինես, վտանգավոր լինես իրանց համար, որ իրանք հասկանան քեզ մոտենալով, իրանց վերջին են մոտենում, իրանց կյանքի վերջին են մոտենում, դրանով գալիս է իրանց կյանքի վերջը։ Այսօր ուզում եմ լցվենք Տիրոջ հոգով, ոչ թե լցվենք օղիով, ոչ թե լցվենք ստով, այլ լցվենք Տիրոջ խոսքով ու նրա զորությունով։ Այսօր մեզ զորությունը բացակայում է, այսօր մենք զորության կարիք ունենք մարդկանց կյանքերի մեջ խոսելու, մարդկանց կյանքերի մեջ փոփոխություն բերելու համար։ Գիտես, ուզում եմ, որ մենք հասկանանք ու գիտակցենք դրա կարևորությունը եւ փնտրենք իր երեսը։ Այնտեղից, որտեղից այդ զորությունը գալիս է, մենք ունենք բոլորս հեռախոսներ, երբ ենք մենք դնում լիցքավորման, երբ որ ինքը նստում է, երբեմն ժամանակ առ ժամանակ մեզ պետք է լիցքավորվել։ Ոնց կարանք լիցքավորվենք, ոնց որ Հիսուս Քրիստոսը ժամանակ առ ժամանակ առանձնանում էր, գնում էր Տիրոջ երեսը փնտրելու, գնում էր սարերը Աստծո հետ հանդիպելու, որ ոչ մեկ չխանգարի։ Երբեմն ծառայության մեջ շատ ենք վազում, երբեմն ընտանիքի օքսերի մեջ շատ ենք վազում, երբեմն սատանան բերում է խնդիրները մեր առաջը, բայց հիպոթեկը պետք է փոխենք, այս տան վարձը պետք է տանք, այս մեքենայի փողը պետք է տանք, այս երեխու ուսման վարձը պետք է տանք, բա ուզում ենք մեկից էլ պակաս չլնենք, լավ հագնվենք, վազում ենք ու այս փոթորիկի ու ամբոխի մեջ կորցնում ենք մեր Տիրոջը։ Կորցնում ենք ամենակարևորը, կորցնում ենք կյանքի իմաստը, կորցնում ենք կյանքի աղբյուրը, կորցնում ենք այդ զորության աղբյուրը։ Չլիցքավորվեց հեռախոսը շուտ ուշ նստելու է։ Մի քիչ կանցնի քնման ռեժիմ, ծրագիրը կմիանա, մի քիչ կյանքը երկար կլինի, հետո արևի տակ մի քիչ սկսում է վատ երևա, կար գրվածները լավ չես տեսնում, որովհետև արդեն էկրանը մի քիչ նստելա, փակվելա, ու կամած չենք էլ նկատում ոնց ենք հոգևոր մահ վերապրում։ Ուզում եմ, որ իրականից այսօր փոխենք մեր մտածելակերպը, նորից Հիսուս Քրիստոսի պես գիշեր անցկացնենք Քրիստոսի հետ։ Նորից բարձրանանք սարը, կտրվենք մարդկանցից, ամբոխից, ժողովրդից, խնդիրներից, գտնենք Տիրոջ երեսը, որտեղից կվերցնենք մեր զորությունը։ Յոնգի Չոին ասում են, գիտես ինչ, դու 4 ժամ աղոթքի մեջ ես անցկացնում, քանի որ իր եկեղեցին մեծ էր, 1 միլիոն անդամ կար, պատկերացրեք Եկատերինբուրգի կեսը կամ կեսից շատը այդ մի եկեղեցու անդամ էին։ Ու խնդիրները շատ, խնդիրները շատ, պետքա կարանա մարդկանց խորհուրդներ տա, պետքա կարանա մարդկանց Աստծո հոգից առաջնորդված առաջնորդի, ու իրան ասում են, դու շատ ժամանակ ես անցկացնում Աստծո հետ, ժամանակ չես տալիս մեզ, մեր հերթը չի հասնում, որ մենք կարողանանք քո հետ խորհրդակցենք։ Գիտեք ինչա պատասխանում, եթե ես այդքան ժամանակ չանցկացնեմ Աստծո հետ, ես չեմ կարող ժամանակ անցկացնեմ ձեր հետ։ Բայց դա հենց այնպես խոսքեր չէր։ Անկամ որ երկրի պրեզիդենտը իրան զանգել էր, քարտուղարին ասել էր, ինքը չի կարա պատասխանի ձեզ, ասել էր, բայց ոնց, ես երկրի պրեզիդենտն եմ, ասել էր, այո, ինքը հիմա զբաղված է պրեզիդենտների պրեզիդենտի հետ, երբ որ կազատվի կզանգահարի հետ, քարտուղարուհին պրեզիդենտին պատասխանել էր այդպես։ Գիտես, մենք պետք է ունենանք ժամ աղոթքի, մենք պետք է ունենանք որոշում Տիրոջ հետ անցկացնելու, որ իմանաս այդ ժամին Տերը այդտեղ քեզ սպասում է։ Այնքան լավ օրինակ է իմ մաման իմ համար։ Աշխարհն էլ շուրջա իր աղոթքի ժամին ինքը պետք է աղոթի։
Նույնի իմ զոնքաճ օաները Ռուսաստանից բարեկամներ են եկե, նոր մտել են տուն, նոր բարևել են, ասում է, բայց մեր աղոթքի ժամն է։ Մի քիչ նստի, հեսա աղոթենք, հետո կգանք քեզ կտեսնենք։ Ու ասում ես, ոչ մի բանին մարդիկ կուլ չեն գնում, Տերը իրանց սպասում է, արքաների արքան իրանց սպասում է, պրեզիդենտների պրեզիդենտը իրանց սպասում է, իրանք չեն ուզում կորցնեն այդ վայրկյաններն ու ժամերը, որ պետք է ունենան այդ հանդիպումը ամենակարևոր անձի հետ։ Ամեն։ Ուզում եմ այսօր վերադառնանք ընդեղից, որտեղից սկսել ենք, ընդեղից, որտեղից ընկել ենք։ Ուզում եմ վերադառնանք Տիրոջ Սուրբ Հոգու այդ փոխհարաբերման մեջ։ Երբ որ երկրագունդը չկար, երբ որ խավար էր տիրում, գրված է Տիրոջ Հոգին սավառնում էր։ Միգուցե այսօր մեր սրտերի մեջ խավարը ծածկել է, եւ միգուցե այսօր մեր սրտերի մեջ ամեն բան մեռել է, բայց Տիրոջ Հոգին սավառնում է, որ հարություն տա, որ ստեղծագործի, որ կառուցի իր դրախտը քեզանում։ Եկեք թույլ տանք։ Մենք ենք որոշում թույլ տանք թե թույլ չտանք։ Մենք ենք որոշում բարձրանանք թե չբարձրանանք։ Մենք ենք որոշում Տիրոջ ձայնը լսենք թե չլսենք։ Որովհետև գրած է կթափեմ ամեն մարմնի վրա։ Իրա կողմից ամեն ինչ արված է ու արվում է։ Իրա կողմից ամեն ինչ արված է։ Այսօր ինձ քեզ այնց է կախված, ինչքանով ենք ուզում լսենք, ինչքանով ենք ուզում խոնարհվենք, ինչքանով ենք ուզում ճանաչենք, ինչքանով ենք ուզում ծառայենք։ Պատկերացնում ես, սա գանձատուփ է։ Պատկերացնում ես։ Ու այդ գանձատուփը չենք բացում, որ մի հատ մատանի, ականջող, ուլունք, բրասլետ, ես չգիտեմ, այդ գանձերը հագնենք հոգևոր մեր կյանքերի մեջ։ Ուզում եմ այսօր նախանձավոր լինես Տիրոջ Հոգին։ Ուզում եմ այսօր այն ծարավը առաջանա քո մեջ, այն որ ծարավը ոնց է գնում ընկնում է ջրի մեջ, գլուխը մցնում է ջրի մեջ, ոչ նայում է կեղտոտա, ոչ նայում է մաքուր է, իրան գցում է ջրի մեջ։ Ուզում եմ այդ ծարավը քո մեջ առաջանա Տիրոջ երեսը փնտրելու։ Այնքան կարևոր է, որ մենք այդ աղբյուրից կտրված չլինենք, այդ կենդանի աղբյուրից կտրված չլինենք։ Ով է տեսել ծաղիկ։ Այդ արհեստական ծաղիկների մասին չեմ խոսում։ Բնական ծաղիկ։ Լավն է, չէ՞։ Եթե ջերմոցային չի, հոտել է գալիս։ Կարող է մի քիչ քամիներից ծռմռված լինի, արևից հարվածված, բայց մարդը տեսնելով ժպիտ է գալիս, ուրախանում է։ Ուզում է անպայման այդ ծաղիկը իր տան ունենա, կտրում է երկրից, բերում դնում է իր տունը, ջուր է լցնում, միջավայր է ստեղծում, որ այդ ծաղիկը իր աչքի առաջ լինի։ Մեկ էլ մի շաբաթ հետո տենում արդեն թառամել է, էլ իրան չի ուրախացնում, գցում է։ Գիտես, մենք այդ ծաղիկներն ենք, բայց Աստված չի ուզում մենք կտրված լինենք այս Սուրբ Հոգու ջրերից։ Չի ուզում, որ մենք թառամենք, ուզում է ամեն օր նորոգվենք, ասում է օրեցօր կնորոգվես, օրեցօր կզորանաս։ Գիտես, ամեն օրվա մանանան թարմեր այդ օրը։ Լավ է, երբ որ անցյալում ունեիր մարգարեական խոսք, լավ է, երբ որ անցյալում ունեիր հայտնություններ, լավ է, երբ որ անցյալում ունեիր տեսիլքներ, բայց ամեն օր Աստված ուզում է նորովի։ Այսօրվա համար, հիմիկվա համար։ Գիտես, մենք ամեն օր մեր հեռախոսը դնում ենք լիցքավորման, որ մեզ հետքի մինչև օրվա վերջը։ Բա մեր հոգիները ինչի չենք ուզում լիցքավորենք։ Բա ինչի չենք ուզում մեր հոգիները լիցքավորված լինի Տիրոջ Սուրբ Հոգուց։ Ինչի չենք ուզում ստանանք այդ ծրագրերը, նպատակները այդ օրվա համար։ Գիտեք, որ Աստված ասում է ոչ մի բան չեմ ասի, մինչև իմ ծառաներին չհայտնեմ։ Բայց քանի անգամ ենք գնում, ասենք, Տեր, ինչ ունես այսօրվա համար ինձ ասելու։ Որն է քո կամքը իմ կյանքում այսօրվա 24 ժամվա մեջ։ Քանի անգամ ենք հարցնում։ Կամ որ աչքերդ բացում ես, ինչի մասին ես մտածում, կոֆե, սերիալ, հեռախոս, թե ասում ես, բարի լույս, Սուրբ Հոգի, որ այսօր ինձ արթնացրեցիր։ Ուզում եմ առաջի իմ շուրթերից դուրս եկած բառը լինի, փառավորված լինի քո անունը իմ կյանքում։ Հովհաննես 16:13, բայց երբ որ ճշմարտության հոգին գգա, երբ որ Հովելի մարգարեության մեջ ասեց, նա կառաջնորդե ձեզ ամեն ճշմարտության մեջ, ով ազում ճշմարտության մեջ քայլի։
Բոլորս։ Ինչա պետք Տիրոջ հոգու հետ մտերմություն։ Շատ բան պետք չի, որովհետև իր անձիցը չի խոսի։ Ասում եմ, երբ որ Սուրբ Հոգին գա, իր անձիցը չի խոսի, այլ ինչ որ կլսե, կխոսե, իր գալու բաները կպատմե ձեզ։ Եվ գալու բաները ինչ որ պետք է լինի, Աստված կհայտնի քեզ։ Եվ նա ինձ կփառավորե, որովհետև ինձանից կառնե եւ կպատմե ձեզ։ Գիտես, մտածում եմ, ասում եմ, երբեմն մեր կյանքերի մեջ մարդիկ խոսում են բաներ, որ մեզ սպանում է, երբեմն խոսում են բաներ, որ մեր կյանքում մեռնում է, հա, քո ծրագրերը, քո տեսիլքները, քո երազանքները, բայց երբ որ Տիրոջ Հոգին գալիս է քո կյանքի մեջ, ասում է, ինձանից կվերցնի ու կպատմի ձեզ, եւ գալիք բաները կհայտնի ձեզ եւ փառավոր կանի ինձ ձեր կյանքում։ Պատկերացնում ես։ Երեք նայում եմ, ասում եմ, հետաքրքիր է, լուրեր էր գնում, ես հյուր էի գնացել, 2,221,000 մարդ բանկրոտ էր ճանաչվել։ Այս մի քանի տարիների ընթացքում։ Հիմա մտածում եմ, ասում եմ, արդյոք Աստված ուրախանում է, երբ որ քո կյանքում դժբախտություն է լինում։ Արդյոք Աստված ուրախանում է, երբ որ քո բիզնեսը անկում է վերապրում։ Արդյոք Աստված ուրախանում է, երբ որ դու հիվանդանում ես կամ քո կյանքում ինչ-որ դժբախտություն կա կամ ուղղակի տխուր ես։ Իհարկե ոչ։ Աստված փառավորվում է, երբ որ դու ուրախ ես։ Ասում է ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ձեզ ուրախ եղեք։ Աստված ուզում է քեզ ծաղկացնի, Աստված ուզում է քեզ ուրախացնի, բայց դու չես գնում Տիրոջ երեսը փնտրելու, բայց դու չես գնում Աստծո կամքը հարցնելու, մեկ էլ տենում ենք դժբախտ, գլուխներս կախման են գալիս։ Աստված սպասում է մեզանից ամեն մեկին, որ ապագան հայտնի, բայց մենք ապագան չգիտենք, որովհետև չենք գնում իր առաջ, չենք գնում, չենք հարցնում։ Գործք Առաքելոց 1:8, բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա։ Զորություն կառնեք, այս կյանքում զորություն է մեզ պետք, բայց ինչի համար է պետք։ Եվ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանում եւ Սամարիայի մինչեւ երկրի ծայրը։ Գիտես, ասում է զորություն կառնեք մի բանի համար։ Ինչի համար։ Իմ վկաները կլինեք։ Իմ վկաները կլինեք։ Գիտես, ես մտածում եմ, երբեմն հայելու համար զորություն պետք չի, երբեմն վատ պահելու համար զորություն պետք չի։ Այսօր մեղքը այնքան է շատացել, որ մարդիկ նորմալ են համարում, թեկուզ Instagram-ով, YouTube-ով իրանց բերանը կեղտոտ բացեն, կեղտոտ արտահայտություններ անեն, բայց երբեմն Տիրոջ մասին վկայելու համար մեզ զորություն է պետք։ Տեսնում ես, ամեն բանի համար զորություն պետք չի, բայց Տիրոջ մասին խոսելու համար զորություն է պետք։ Քրիստոսի մասին մարդկանց վկայելու համար զորություն է պետք։ Մարդիկ վախենում են, մարդիկ կաշկանդվում են, մարդիկ ամանչում են, երբ որ ասում ես փառք Աստծո, ասում են փառք Աստծո, երբ որ ասում ես փառք Հիսուսին, ասում են ի՞նչ է, հավատացյալ ես։ Զորություն է պետք ասելու փառք Հիսուսին։ Մարդկանց առաջ վկայելու, որ Քրիստոսը մեռելներից հարություն առե։ Զորություն է պետք, որ կարողանաս վկայես մարդկանց, որ դժոխք չգնան։ Այսօր խավարը այնքան է, խավարը շատացել, որ լույսը դժվար է վառել այդ տեղերում։ Ես հիշում եմ մեր եղբայրներից մեկը, ավելի շուտ Բենիկը մի օր այսպիսի արտահայտություն արեց, մեկին հրավիրել էր եկեղեցի, ասել էր ամանչում եմ գամ, ասել էր ուր եմ քեզ կանչում, որ ամանչում ես, կանչում եմ գողություն անես։ Ուր եմ կանչում, ինչ վատ բանի մեջ եմ քեզ կանչում, որ դու ամանչում ես գաս։ Պատկերացնում եք, երբ որ կանչես մի վատ բան անելու, պետք չի այնտեղ ամանչել։ Բայց Տիրոջը փառաբանելու համար ամոթ է, Տիրոջը մեծարելու համար ամոթ է, Տիրոջ խոսքը լսելը ամոթ է։ Գիտես, այսօր ինձ ու քեզ զորություն ապես մարդկանց վկայելու Քրիստոսի մասին։
Այսօր ինձ ու քեզ զորություն է պետք մարդկանց դժոխքի ճիրաններից լույսո արքայության մեջ տեղափոխելու համար։ Այսօր ինձ ու քեզ զորություն ու համարձակություն է պետք մարդկանց կյանքերի մեջ խոսելու համար, որպեսզի ազատ լինեն սատանայի կապանքներից ու տանջանքներից։ Որովհետև աննորմալը նորմալ է դարել։ Նորմալը աննորմալ է դարել։ Ոնց որ Հիսուսի մասին էին մտածում գժված է, ոնց որ Պողոս առաքյալի մասին էին մտածում, որ գժված է, ասեց եթե խելքներս գցել ենք, то Տիրոջ համար ենք խելքներս գցել։ Որովհետև Տիրոջ տկարը այս աշխարհի զորավորից զորավոր է։ Տիրոջ անգետը այս աշխարհի իմաստուններից իմաստուն է։ Ում է պետք է մեծ նոյի տապանը, որ մրջունը կամ ոզնին փրկվեց, բայց մարդիկ իրանց խելքով գնացին ջրի տակ խորտակվեցին ու մահացան։ Ծաղրում էին մի արդար քարոզիչի, որ 100 տարի քարոզեց, ոչ մեկ չապաշխարեց։ 100 տարի ճշմարտությունը խոսեց, ոչ մեկին պետք չէր։ Ապագան ոչ մեկին պետք չէր։ Բայց երբ որ հասկացան խորտակվում են եկան դուրը ծեծեցին, ասին նոյ, բացի, ասեց ես չեմ փակե որ բացեմ։ Բանալիները իմ մոտ չի։ Գիտես, այսօր ինձ ու քեզ պետքա լցվել զորությունով։ Այսօր Աստված ինձ ու քեզ կանչել է իր փառքի նպատակի համար։ Ով է տաճար տեսել։ Բոլորս, չէ՞։ Առաջի Կորինթացիս 16-19 Կամ թե չգիտեք, որ ձեր մարմինը Սուրբ Հոգու տաճար է, որ ձեզանում է, որ նրան Աստվածանից ունեք, եւ ձերինները չեք։ Դուք ձերը չեք, տաճարը պատկանում է Աստծուն։ Տաճարը կազինոյի տեղ չի, տաճարը հարբելու տեղ չի։ Պատկերացնում ես, ինչ տաճար ուզում է լինի, ուզում է բուդդիստական լինի, ուզում է քրիստոնեական լինի, ուզում է մուսուլմանական լինի, պատկերացնում ես դու մտնում ես տաճար ու տաճարի, ասենք, առաջնորդը, իմամը, քահանան կամ այդ մանախը պապիրոսը բերանին հարբած հազի ոտի վրա կանգնում է, գալիս է որ քեզ ինչ որ բանով ծառայի։ Ինչքանով դու կուզես որ ծառայի։ Ինչքանով կուզես այդ հարբեցողը կամ այդ ծխողը կամ այդ մեղքի մեջ ապրող մարդը իր ձեռները դնի քո վրա կամ օրհնի քեզ։ Դու հասկանում ես, որ սա իրական չի։ Դու ես այդ տաճարը։ Դու ես այդ սուրբը առանձնացված Տիրոջ համար։ Որպեսզի քո խոսքերը ունենա զորություն, քո կյանքը պետք է համապատասխանի այդ կարգավիճակին, որովհետև 20 խոսքը մեծ գնով գնվեցաք, ուստի փառավորեցեք Աստծուն ձեր մարմիններում եւ ձեր հոգում, որ Աստծունն է։ Երբ որ մենք առավոտը գալիս ենք այստեղ բոլորս խնամված, գեղեցիկ հագնված, մեր համար հոգ ենք տանում, որ գեղեցիկ երևանք, երբեմն մեր ներսի մարդու համար չենք մտածում, որ գեղեցիկ երևա։ Երբեմն մեր ներսի մարդու մասին չենք մտածում, որ խնամված լինի։ Կարանք վատ արտահայտություններ անենք։ Ասում է եղբորդ ասեցիր մորոս, անխելք, գիժ, հիմար, ռուսերեն դուրակ։ Ասում է գեհենին կարժանանաս։ Պատկերացնում ես մի հատ ստից բառ մեզ կարա տանի դժոխք։ Կարա գեհենի կրակի մեջ գցի, տանջանքի մեջ գցի, բայց երբեմն մոռանում ենք, որ մենք տաճար ենք, որ մենք Տիրոջ ծառայողներն ենք ու կարանք սխալ արտահայտություններ անենք մեր կյանքում։ Չենք մտածում մեր հոգին զարդարելու ու գեղեցկացնելու մասին։ Ու մեր վարքից հետո ասում ենք չեն ապաշխարում մարդիկ։ Ոնց է 200 կիլոմետր ընդեղ Չելյաբինսկում ամեն շաբաթ մարդ ապաշխարում։ Նույն քարոզիչը, նույն փառաբանողները, նույն ծառայողները ընդեղ են։ Ամեն շաբաթ մարդ ապաշխարում։ Ստեղ խնդրեմը Տիրոջ հոգու մեջ չի։ Ստեղ խնդրեմը իմ ու քո մեջ է։ Մարդկանց խոսում ենք, արդյոք ունենք զորություն մարդկանց վկայելու Քրիստոսի փրկության մասին։ Կարան լինեն, որ վկայում ես չեն փրկվում, բայց կարան էլ լինեն իրանց հարբած ծառայող պետք չի։ Կամ քո կյանքը գիտեն, ասեն, իմ հետ լեվի ես գալի, ինձ էլ քարոզում ես։ Հովհաննես 14:17 Ճշմարտության հոգին, որին աշխարհքս կարող չի ընդունել։ Այս աշխարհը չի ճանաչում Սուրբ Հոգին, որ չի տեսնում նրան եւ ոչ էլ ճանաչում է նրան, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետեւ ձեզանում է մնում եւ ձեզ հետ կլինի, ձեզ որբ չեմ թողի։
կգամ ձեզ մոտ։ Երբ որ Հիսուս Քրիստոսը աշակերտների հետ էր, իրանք խնդիր չունեին, գալիս էին ու ասում էին ինչ որ մի բան ու ինքը պատասխանում էր։ Գալիս էին ու իրանց հարցերի պատասխանը ստանում էին Սուրբ Հոգուց։ Առաջնորդված Հիսուս Քրիստոսից։ Բայց երբ որ հարություն առավ, ասեց ձեզ որ չեմ թողի, Սուրբ Հոգին կլինի ձեզ հետ։ Գործք առաքելոց 19:2 Արդյոք Սուրբ Հոգին ընդունեցիք ասում, գիտես, հասկացողություն կա, երբ որ դու վերստին ծնված ես, ուրեմն դու Սուրբ Հոգի ունես։ Ու էլ բան պետք չի անել։ Գիտես, Պողոս առաքյալը, երբ որ լսում է, որ մարդիկ ընդունեցին Քրիստոսին, շտապում է եւ գնում է եւ ասում է, արդյոք դուք ընդունեցիք Սուրբ Հոգուն։ Արդյոք դու ընդունեցիք Սուրբ Հոգուն։ Ոսմ արդյոք Սուրբ Հոգին ընդունեցիք, երբ որ հավատացիք։ Նրանք ասեցին նրան. մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կա։ Երբ որ Պողոսը ձեռքը դրավ նրանց վրա, Սուրբ Հոգին եկավ նրանց վրա եւ նրանք լեզուներով էին խոսում եւ մարգարեանում։ Գիտես, ես տեսնում եմ այստեղ եւ Աստվածաշնչի մեջ ամեն տեղ տեսնում եմ, երբ որ աղոթում էին մարդկանց կյանքերի մեջ Սուրբ Հոգին գալու համար, այդ ժամանակ էր Սուրբ Հոգին գալիս։ Հնես չի, եթե դու վերստին ծնված ես, դու արդեն Սուրբ Հոգով լցված ես։ Իհարկե դու փրկված ես։ Իհարկե քո անունը գրված է կյանքի գրքի մեջ, բայց երբ որ մենք տեսնում ենք ձեռքերները դնում էին մարդկանց վրա, Սուրբ Հոգին գալիս էր, մարդիկ սկսում էին լեզուներով խոսալ։ Մարդիկ սկսում էին մարգարեանալ։ Իհարկե հին ուխտում էին մարդիկ մարգարեանում, բայց ի տարբերություն նոր ուխտի մեջ, երբ որ Սուրբ Հոգին գալիս էր իրանց վրա, իրանք մարգարեանում են եւ Սուրբ Հոգին գնում էր։ Իսկ այսօր ասում եմ ձեզ, որ չեմ թողի ձեզ հետ կլինեմ մինչև աշխարհի վերջը։ Սուրբ Հոգին գալիս է քո վրա ինչպես դու Տիրոջ տաճար ու բնակվում այնտեղ մինչև աշխարհի վերջը։ Ամեն։ Այսինքն քեզ չի լքում, ինքը քո հետ է գիշեր եւ ցերեկ եւ սպասում է, որ քո ուշադրությունը դարձնես իր վրա։ Սպասում է, որ քո շուրթերը ուղղես իր կողմը։ Սպասում է, որ քո ականջները հոգու բացես իր ձայնը լսելուն։ Վերջի տեղն եմ ուզում կարդամ Ղուկասի 11:11։ Ինչ պետք է անենք, որ ունենանք Սուրբ Հոգին։ Ինչ պետք է անենք, որ ունենանք այդ մտերմությունը, երբ որ ես մեկին ուզում եմ տենամ, հրավիրում եմ մեր տուն, ճիշտ է։ Արի սուրճ խմենք։ Խոսքի օրինակ։ Ու ինքը գալիս է, դու իր հետ շփվում ես։ Նույնը Սուրբ Հոգին եթե չունես, դու պետք է հրավիրես իրան քո կյանքում։ Ես տեսել եմ շատ երկար տարիներով հավատացյալ, որովհետև իրանք մկրտված չեն Սուրբ Հոգով, ես որ հարց եմ տալիս իմ ընկերներ, ինքը ասում եմ, լսի, բա ինչի չես ուզում մկրտվես Սուրբ Հոգով, ասում եմ, որովհետև դեռ պատրաստ չեմ։ Ինչին պատրաստ չես։ Ես պատրաստ չեմ, ոնց որ ասես փրկվեմ, մեղքերի մեջ կմնամ, հա։ Եթե մեղքերից կարողանայիր ազատվել, ինչ ես Հիսուսին կանչում։ Կանչում ես, որ Հիսուսը քեզ ազատի, ասեց, ես եկա հիվանդների համար, առողջները բժշկի կարիք չունեն։ Մեղավորները Քրիստոսի կարիքը ունեն, որ փրկվեն իրանց մեղքերից։ Հիվանդները բժշկի կարիք ունեն, որ բժշկվեն իրանց ցավերից։ Այսօր գրված է, որ ես կթափեմ իմ հոգուց ամեն մարմնի վրա։ Սատանան ասում է, դու դեռ պատրաստ չես։ Ինչին պատրաստ չես։ Սատանան ուզում է քեզ զորությունից կտրի։ Սատանան ուզում է այս ապագայի իմացությունից կտրի։ Այսօր հայերը խուճապի են մատնված, վայ, ոնց է լինելու վաղը մեր վիճակը։ Որպեսզի խուճապի չմատնվես, այ քեզ Տիրոջ հոգու հետ փոխհարաբերություն է պետք։ Հաղորդություն է պետք։ Ամեն։ Ասում է, եւ ձեզանից որը հորից իր որդին հաց ուզե, միթե քար կտա նրան, կամ թե ձուկ, միթե ձկան տեղ օծ կտա նրան։ Եվ կամ ձու, միթե կարիճ կտա նրան, արդ եթե դուք որ չար եք։ Աստվածաշունչը ասում է, դուք չար եք, գիտեք բարի պարգևնել տար ձեր որդկանցը։ Հիմա ուզում եմ այս տեղը լավ հասկանանք, էլ որքան ավելի երկնավոր հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են նրանից։ Գիտես, Աստված ասում է, դուք չար լինելով ձեր երեխաներին բարիքներ կարաք անեք, բայց
որ հորից խնդրեք Սուրբ Հոգի, միթե ձեզ ուրիշ բան կտա։ Գիտես, Տիրոջ Հոգին գալիս է մեր վրա, որ մենք ճանաչենք Տիրոջը։ Տիրոջ սերը, Տիրոջ քաղցրությունը, Տիրոջ բարությունը, Տիրոջ հանդարտությունը, խաղաղությունը, առաջնորդությունը ստեղ գրված է բարիքի համար, ոչ թե չարիքի։ Ապագան է ուզում Աստված մեզ տա, բայց մենք փախնում ենք Տիրոջ երեսը փնտրելուց։ Են գիտեք, երբ որ ասում են մարգարեա գալի եկեղեցու կեսը չկա, մտածելով սաղ իրանց մեղքերը պիտի իրա ճակատին ասի, խայտարակ կլնեմ, դեն մեզ մարդիկ բացակայում են, հատուկ նպատակով բացակայում են։ Մտածում ես, ասում ես, չճանաչեցին Աստծուն, չճանաչեցին Տիրոջ Սուրբ Հոգուն, չճանաչեցին, որ Աստված գալիս է բարձրացնելու համար, բժշկելու համար, հեզության ու քաղցրության հոգին։